Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգները կարծես չի շտապում միջամտել Իրան-Իսրայել պատերազմին։ Չնայած Տրամպի հայտարարություններին, որ ինքը ունի որոշում, որ իրենք որոշել են հարվածել Իրանին, բայց դեռ վերջնական այդ որոշումը հաստատված չէ եւ ինքը այդ որոշման մասին լրացուցիչ կասի։ Այնպիսի տպավորություն է, որ Տրամպը սպասում է հնարավորություն տալով, որպեսզի եւ Իրանը եւ Իսրայելը առավելագույնը թուլանան, թուլացնեն միմյանց, որպեսզի հետո հայտնվի այդտեղ խաղաղարարի կերպարով եւ փորձի առավելագույնը քաղել Իրան-Իսրայել պատերազմից։ Տրամպը բիզնեսմեն է եւ շատ լավ հասկանում է, որ այստեղ ամենից կարեւորը պետք է լինի բիզնես շահը։ Իսրայելի թուլացումը եւս կարեւոր է Միացյալ Նահանգների համար, չնայած ինչքան էլ պարադոքսալ դա կթվա։ Բացարձակ անկառավարելի Իսրայել Միացյալ Նահանգներն իհարկե չի ցանկանա, քանզի այս պարագայում խնդիրներ են առաջանալու Մերձավոր Արևելյան իր դաշնակիցների հետ։ Հետևաբար Տրամպը այստեղ հայտնվելու է վերջին պահին։ Սրանով է պայմանավորված, որ չնայած հայտարարությանը, թե ամերիկյան Նիմից ավիակիրը արդեն մտել է Պարսից ծոց, Financial Times թերթը հղում անելով ամերիկյան զինվորականության մեջ եղած իր աղբյուրներին, կարծես թե հերքում է այս ամենը։ Նիմից ավիակիրը ըստ նույն Financial Times-ի տարածաշրջան կհասնի միայն մեկ շաբաթ անց։ Դրան գումարած Քաթարի Էլ Ուդեյդ ռազմական բազայից, որ հիշեցնեմ Միացյալ Նահանգների ամենից մեծ ռազմաբազան է Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել ռազմական ինքնաթիռները։ Դա արվեց այն բանից հետո, երբ Իրանը սպառնաց պատասխանել Միացյալ Նահանգներին, եթե վերջինս միջամտի եւ միջուկային զենք կիրառի Իրանի նկատմամբ։ Բացի այդ, Տրամպը դուրս է բերում նաև Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացության ողջ անձնակազմը։ Դա նշանակում է, որ Իրանի սպառնալիքները ավելի քան իրատեսական են Միացյալ Նահանգների համար։ Բացի այդ, կարծում ենք Տրամպն այստեղ խնդիրներ է ունենալու նաև երկրի ներսում եւ փողոցային բավականին լուրջ ակցիաներ են անցկացվում այս օրերին Միացյալ Նահանգներում, որի ընթացքում ժողովուրդը եւ շատ հետաքրքիր է, որ դրանց մեջ բավականին լուրջ թիվ են կազմում նաեւ ամերիկաբնակ հրեաները, դեմ են Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարվածելուն, ավելին նրանք մեղադրում են Իսրայելի կառավարությանը Իրանին հարվածելու եւ իրավիճակը լարելու համար։ Մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում Իսրայելի կառավարության ներսում արկա իրավիճակը, երբ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը եւ հետախուզության ղեկավարը միմյանց են մեղադրում պատերազմը սանձազերծելու մեջ։ Իսրայելի հետախուզության ղեկավարը ի պատասխան այն մեղադրանքների, որ հնչում են ազգային անվտանգության նախարարի կողմից, նշում է, որ իրենք չէին սպասում, որ Իրանը կարող է նման ծանր հարվածներ հասցնել Իսրայելին։ Իսկ Իսրայելի կորուստները ֆինանսական տարբեր փորձագետների կարծիքով անցնում են 250 միլիարդ դոլարը։ Սա հսկայական թիվ է Իսրայելի պետության համար եւ Տրամպը սրանն էլ սպասում է, որպեսզի հետո գա եւ նաեւ վարկային, այսպես պարտավորությունների տակ գցի Իսրայելին, դրանով ել ավելի մեծացնելով նրանց կախվածությունը։ Իսկ թե ինչպես կլինի իրավիճակը մենք կտեսնենք ապագայում, բայց այն, որ Միացյալ Նահանգները չի գնալու միջուկային զենքի կիրառմանը Իրանի նկատմամբ, կարծես թե նաեւ այս ամենը հավանության չի արժանանում ոչ միայն կոնգրեսում, այլև ամերիկյան հասարակության կողմից։ Տրամպը կրկնում են բիզնեսմեն է եւ շատ լավ հասկանում է, որ այս ամենը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ եւ Միացյալ Նահանգների եւ իր քաղաքական կարիերայի համար։ Իսկ Իրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները եւ հարվածների հասցնումը Իրանին։ Բացի այդ, չնայած Իսրայելը նշում է, որ իրենց խնդիրը չէ քաղաքական իշխանությունը եւ իրենց խնդիրը չեն քաղաքացիական անձինք, հարվածների թվում են նաեւ հիվանդանոցներ, ինչպես նաեւ ըստ մամուլում տարածված տեղեկատվության Իսրայելի կողմից փորձ է արվել անգամ ֆիզիկապես ոչնչացնել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիին։ Եվ այս պայմաններում բնական է որևէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Եվ Միացյալ Նահանգները սպասելու է մինչև հարմար պահ, երբ կհայտնվի խաղաղարարի կարգավիճակով եւ երկու կողմերին էլ կպարտադրի պայմանագիր, դրանով նաև սեփական եկամուտներն ապահովելով։ Մոտավոր այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները թվում է, թե լինելով Ուկրաինայի կողմ եւ Ուկրաինայի դաշնակիցը, այնպիսի ծանր պայմաններով հազվագյուտ մետաղների մասին պայմանագիր ստորագրեց Ուկրաինայի հետ, որ արդեն Ուկրաինայում են սկսում տարակուսել, թե նման պայմանագրի արկայության պարագայում ինչպես է վարվելու Ուկրաինան եւ ինչ է լինելու Ուկրաինայի հետ, եթե այդ պայմանագիրը մտնի ուժի մեջ եւ այն
ֆինանսները, որոնք պետք է ստանար Ուկրաինան, հոսեն ուղղակի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները գումար է աշխատում եւ դա Տրամպը նորմալ է համարում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ռուսաստանի նախագահը հարցազրույց է տվել միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին պատասխանել նրանց հարցերին եւ դատելով այդ պատասխաններից կարող են կազմել այն հարցերի ցանկը, որոնք ըստ էության դրվում են ուկրաինական կողմի առաջ Ստամբուլյան հանդիպումների ժամանակ։ Առաջին հերթին Ռուսաստանի նախագահը նշում է, որ իրենց համար անընդունելի է ուկրաինական բանակի գոյությունը այն ձևաչափով, որ վերջինս կարողանա սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար ապագա Սա նշանակում է, որ պայմաններից մեկն էլ, որ Ուկրաինան պետք է զինաթափ լինի։ Փորձագետներն էին նաև նշում, որ պայմաններից մեկը այն է, որ Ուկրաինան ինքը պետք է ոչնչացնի այն սպառազինությունը, որ ստացվել է արևմուտքից։ Դրանով ըստ էության ենթարկվելով կապիտուլյացիայի։ Սա ուկրաինական կողմը իհարկե չի ընդունում։ Բացի այդ նշվում է, որ ուկրաինական կողմը կարողանում է ապահովել զինված ուժերի համալրման ընդամենը 47%-ը։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրան-Իսրայել պատերազմից հետո ռուսական կողմը ամեն օր, եւ դա հիշեցնեմ, նշում են այդ մասին ուկրաինական աղբյուրները, ամեն օր առաջ է գնում 15-ից 20 կիլոմետր, նշանակում է, որ մոտ ապագայում խոշոր քաղաքները եւս հայտնվելու են ռուսական հսկողության տակ։ Ռուսական կողմը Ուկրաինային կոչ է անում ըստ նախագահ Պուտինի հարցազրույցի տեղեկատվության նախ եւ առաջ նստել բանակցությունների եւ շուտապույտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հակառակ պարագայում հետագայում ավելի ծանր կորուստներով են ստիպված լինելու վարել այդ բանակցությունները։ Սա ուլտիմատում է։ Ուլտիմատում է եւ անվերապահ կապիտուլյացիա։ Այլ բառով սա ներկայացնել հնարավոր չէ։ Նաեւ ֆիքսենք մի բան, Եվրոպական միությունը եւս այսպես բավականին ծանր վիճակում է գտնվում եւ դժվար թե կարողանա այն օգնությունը տրամադրել Ուկրաինային, ինչ որ ցանկանում է Ուկրաինան ճակատամարտում հաղթելու եւ ռազմաճակատում իրավիճակ փոխելու համար։ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին նախապատվությունը տալիս է Իսրայելին, ոչ միայն չօգնելով եւ չավելացնելով Ուկրաինային հատկացվող օգնության ծավալները, այլև մի բան էլ այնտեղից հոբ համակարգեր վերցնելով եւ փոխանցելով Իսրայելին իրանական հրթիռներից պաշտպանվելու համար։ Այնպես որ ուկրաինական կողմը կարծում ենք մեկ տարբերակ ունի՝ փորձել անմիջական բանակցությունների միջոցով լեզու գտնել Մոսկվայի հետ եւ նստել բանակցությունների գոնե պահելու համար այն ամենը, ինչ որ այս պահին կա։ Հակառակ պարագայում, ինչպես նշվում է միջազգային լրատվության կողմից, հարցազրույցի արդյունքում ստացված պատասխաններից Ուկրաինան ամեն օր ստիպված է լինելու համակերպել նոր տարածքային կորուստների հետ։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրան-Իսրայել հարաբերությունների եւ պատերազմի հետ է կապված, բայց մի փոքր այլ կոնտեքստով։ Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ միայնակ չի պատերազմի Իրանի դեմ, բայց պատրաստ է միանալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս որոշի հարվածներ հասցնել Իրանին։ Եվ Մեծ Բրիտանիան առաջարկում է Միացյալ Նահանգներին, որպեսզի համատեղ օգտագործեն Հնդկական օվկիանոսում գտնվող Սերխիո Գարսիա կղզին եւ այնտեղ գտնվող ռազմաբազայից հարվածներ հասցվեն Իրանին։ Բայց կարծես թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը մոռացել է, որ շուրջ 1 ամիս առաջ այդ նույն Մեծ Բրիտանիան նույն Սերխիո Գարսիա կղզին հանձնեց Մավրիկյան Հանրապետությանը։ Իսկ հիշեցնենք, որ Մավրիկյան Հանրապետությունը Չինաստանի դաշնակիցն է եւ այդ կղզին գտնվում է Չինաստանից ընդամենը 130 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե Չինաստանը ունի հասանելիություն այդ կղզում, նշանակում է Իրանը նույնպես ունի հասանելիություն այդ կղզում։ Չին-իրանական ռազմատեխնիկական համագործակցությունը նաև շարունակում է զարգանալ։ Վերջին մի քանի օրերին Չինաստանից անընդհատ ռազմական ինքնաթիռներ են իջնում Թեհրան։ Իհարկե այդ ինքնաթիռների վերջնական հասցեն նշվում է Լյուքսեմբուրգ, բայց նույն միջազգային լրատվամիջոցները եւ ICAO-ի մասնագետները նշում են ավիացիայի միջազգային գործակալության, որ այդ ինքնաթիռները Լյուքսեմբուրգում ընդհանրապես չեն երևացել։ Դրան զուգահեռ Պարսից ծոց է մտել չինական երկու հետախուզական նավ։ Սա ըստ էության զգուշացում է Միացյալ Նահանգներին, եթե վերջինս միջամտեց Իրանի դեմ ռազմական գործողություններում, մեծ հավանականությամբ Չինաստանը եւս իր խոսքը ասելու է։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։